Մեջով պաշտոտ նաղոթեց, ածված մեզ տարեր տվեց, տարեր որ կարդան գրենք, հայոց լեզուն սովորենք, տարեր որ կարդան գրենք, հայոց լեզուն սովորենք,
Երամի կարողանային կարդալ թե չէ գրված գրքում, ափսոս, որ երկար տարիներ Հայաստանում չեմ ապրել, իսկ այս երգը միակն էր, որ
Ես ստեղծեցի գրերը հայոց, որ ունենա հայը դպրոց, որ չզուրվի նա օտարի, որ արարի ու հավերժի։ Սակայն դու, սիրելի փոքրիկ, ապրելով օտար երկրում, մոռացել ես քո մայրենի լեզուն ու գիրը։ Սկսել ես օտարի գիրը պաշտել, մոռանալով հայոց լեզուն։ Դրա համար է թաղերը խաղողել ու հեռացել։ Ես ինչ կարող եմ անել, որ տառերը վերադառնան։ Նրանք կվերադառնան միայն այն դեպքում, եթե դու օգնես շփոթված ու մոլորված տառերին գտնել իրենց ճիշտ տեղը այդուհետև։ Ես կօգնեմ, բայց ինչպես գտնեմ ճանապարհը։ Գիրքը լուսավորի քո ճանապարհը և ցույց կտա ճիշտ ուղին։
Ուսի, քայլը, կարդալու, գրելու ու մտածելու աշխարհ։ Հայոց երկուբերը, որը մեզ նոր ստեղծեցին երրորդ դարում, ավելի քան ուղղագրական հավաքարկ է։ Այն ազգային ինքնության, գիտության ու հոգևոր ժառանգության հիմնասյունն է։ Յուրաքանչյուր տարր որքան նշանակություն ունի, և հենց առաջի 3 տարերը այս վերնգին խորհրդանշում է մարդու իմաստությունը, այն գծերով կրթության սրբազան դերով։ Այո, ներկայացնենք մեր կողմից բարձրացման նյութ հայոց երկուբերի և տարրերի մասին։ Այսօր մենք ունենանք փոքրիկ հարցազրույց։ Ամենասիրելի տարր։ Կոկարցիկով մեզ ռոմաշտոց ինչպիսի տեսք ունի։
Շնորհակալություն ձեզ, սիրելի փոքրիկներ, շնորհակալություն ձեր աննման դասպարին, որ ձեր մեջ այնքան սեր, այնքան ուժ, այնքան եռանդ է ներդրել, որ ունեցանք այն, ինչը որ ունեցանք, և ունեցանք մեր բոլոր կատարված, արված միջոցառումների տրամաբանական ավարտը այս շքեղ միջոցառումը։ Կարծում եմ ծնողները կփաստեն, թե որքան ուժ, եռանդ, սեր, հոգի պետք է ներդնել այն ամենի մեջ, ցանկացած գործի մեջ, որպեսզի ունենաս այն, ինչ ունեցանք մենք այս պահին։ Դուք տեսնում եք, թե մեր երեխաների խոսքը, մեր երեխաների ազատությունը, բեմում պահվածքը, այդ ամենը խոսում է ընկեր Գալստյան ջան, ձեր սիրո, մեծ սրտի, եռանդի, աշխատասիրության և այն պատասխանատվության մասին, որ ձեզ ցանկացած գործ հանձնարարելիս դուք այդ ամենը ամբողջական ներդնում եք և ունենում եք այն, ինչ ունենում եք։ Սիրելի աշակերտներ, սիրելի առաջին դասարանցիներ, ոնց որ 3-4 դասարանցիներ, այնքան դեռ 3 տարի ձեր սիրելի ընկեր Գալստյանը, ձեր բոլորի ձեռքը բռնած, այսպես գիտելիքների, գրքերի, տառերի, զարմանահրաշ աշխարհներով ձեզ ման է տալու։ Հետո արդեն 4-րդ դասարանը, որ ավարտեք, արդեն մեր մյուս վաստակաշատ ուսուցիչները ձեզ կտանեն հեքիաթների, թվերի, տառերի կախարդական աշխարհը։ Ես ցանկանում եմ, որ այն սերը, այն վերաբերմունքը, այն ամեն ինչը, որ հիմա ձեր մեջ կա, դուք պահպանեք նաև մյուս ուսումնառության բոլոր տարիների համար, պահեք և պահպանեք։ Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ սիրելի ծնողներ, հանգիստ եղեք, ձեր երեխաները շատ ապահով ձեռքում են։ Շնորհակալություն։ Այո, մենք գիտենք, քանի որ շուրջ 9 ամիս է մենք ինքներս ապրում ենք այդ հրաշքների աշխարհում, որի դռները մեզ համար բացել է մեր շատ սիրելի դասվար ընկեր Գալստյանը։ Ոչ միայն բացել է դռները, այլ նաև մեզ դարձրել է այդ հրաշքի մի մասնիկը և մեզ սովորեցրել է սիրել և ապրել այս հրաշքով, ինչի համար մենք նրան ասում ենք շնորհակալություն։ Հենց ձեզ իմ փոքրիկ հրաշքներ, եկեք մի անգամ երես հարցը։ Դուք կատարեցիք առաջին ու ամենակարևոր քայլը դեպի գիտելիքի անսահման աշխարհ։ Դուք արդեն ձեր ձեռքին ունեք այն բանալին, որով կարող եք բացել տառերի ու ոչ միայն տառերի, այլ նաև գիտելիքների այդ զարմանահրաշ աշխարհը։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի փոքրիկներ։ Շատ շնորհակալություն իմ բոլոր ծնողներին, ովքեր անխտիր օգնեցին ինձ ու այս գեղեցիկ միջոցառում այսօր կայացավ։ Մեկ անգամ ուզում եմ ծափայել նաև ինձ ծնողներին։ Ես էլ էի որոշել, որ շնորհակալություն հայտնեմ, կներեք ծնողներ ջան, մոռացա ասեմ, ապրեք դուք, ապրեք։ Շնորհակալ եմ որ ձեր ժամանակը հատկացրեցիք ու եկաք ներկա գտնվեցիք մեր միջոցառմանը։ Շնորհակալություն։
Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր, ես մեր ամբողջ ծնողական կազմի կողմից եւ իհարկե մեր ծնող կոմիտեի դրությամբ ձեզ բոլորիդ ողջունում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում, որ այսօր այստեղ եք, բայց ձեր բոլորիդ դրությամբ ես կուզեմ առաջին իմ խոսքը հաղեմ մեր փոքրիկներին, նոր անդրադառնանք մյուս թեմաներին, լավ։ Տեսակ ես ինչ արեցիք, բա։ Տեսակ ինչ լավ ելույթ ունեցաք, ինչ լավ մասնակցեցիք, գիտեք, որ մամաները լացում էին։ Բայց դա դուք չտխրեք, իրանք տխուր չէին, որ լացում են, իրանք շատ ուրախ էին ու նպարտ էին ձեզ, նոր որ լացում են։ Էնպես եք մեծացել ես մի քանի օրվա մեջ, որ մենք էլ չենք պատկերացնում։ Ինչպես ասեցին, գերդար չի տալ, ոնց որ արդեն 3-րդ, 4-րդ դասանի աշակերտներն են։ Ապրեք դուք, այնքան մեծ բան արեցիք, այնքան սիրուն հրաշք ստեղծեցիք, այդ սիրուն հեքիաթ կազմեցիք դուք։ Դուք բոլորը այդ հրաշքի մի մասնիկներն էիք, իսկ գլխավոր հրաշագործը, մեզ համար հրաշագործ, իսկ ձեր համար բարիքերին իհարկե մեր սիրելի Գեր Գալստյանն էր, որի համար մենք իրար դուք այդ այսքան կարճ, իրոք շատ կարճ ժամանակում այսքան մեծ գործ եք արել։ Ու տեսակ ոնց դուք բերեցիք։ Տևավոր խոսք կանավ, այս հանդեսի տեսակ, ինչ է լավ տեսակ, ինչ է։ Շատ լավ է, ապրեք, շատ շնորհակալ եմ Գեր Գալստյան ձեզ։ Այս փոքրամարմին աղջկա մեջ, գիտեք ինչ մտքեր ացնվում։ Գիտեք, դուք իմացեք։ Իրենից հանճարել ու իր նման համարձակ։ Ու ամենակարևորը, որ ինքը իր համարձակությամբ մեզ ստիպում է հավատալ, որ դա կարող ենք անել։ Ու մենք հավատալով իր հավատքին, մենք կարողանում ենք իր հետ միասին այս ամենը անել։ Ու ամեն վայրկյան նա մեր կողքին է։ Այս ամեն ինչը, որ ստեղծվել է, սա կեսից ավելին երևի չէինք հավատում, որ կարող էինք անել։ Բայց ինքը հավատաց ու մենք հավատացինք, որ կարող ենք։ Ու մենք արեցինք միասին։ Առաջի վայրկյանից մինչև վերջի րոպեն, վերջի վայրկյանը Գեր Գալստյանը մեր կողքին է եղել։ Այնքան հոգնած այնք ստեղ նստած եղել, որ նույնիսկ ասեմ կարող գնաս քնես։ Այդ վիճակով ինքը մեր կողքին է եղել։ Ու այս ամեն ինչ ստացվել է դրա համար։ Դրա համար շատ շնորհակալ ենք Գեր Գալստյան ձեզ։ Ընկեր Դարչինյան, դուք բացես ինչքան ենք շնորհակալ, կարճ կասեմ մի բանի համար, որ թույլ եք տալիս եւ աջակցում եք, որ մենք ունենանք այս ամենը ու վայելենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Համագործակցությունը շարունակական լինի, այսպես միշտ դուք Գեր Գալստյանի ձեռքբերումն եք, Գեր Գալստյանն էլ ձեր ձեռքբերումն։ Գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Գիտությունը մտքի ուժն է, իմաստության հասնու ուժն է։ Կարդա սերտի եղի ուշին
Միլենա Թադևոսյանը, Տերեզա Պողոսյան, Էլեն Աբրահամյան,